Ես այնքան եմ մեղքում իրան, որովհետև ինքը բոլորից ավելի լավ է հասկանում, թե ինչպես ուղղակի դրեցին գետնով, հա, իրենց վերջին ամենա, հա, այս իշխանությունների վերջին արգումենտը իրանք իրանց ձեռով տրաքացրեցին։ Պատկերացրեք իրավիճակ։ Մինչև 2026 թիվ, երբ ինչ-որ բան էիր խոսում, չէ, ասում էին ժողովուրդը լեգիտիմ ենք մենք, ժողովուրդը մեզ ընտրել է եւ այլն եւ այլն։ 26 թվականին հայ ժողովուրդը այս իշխանությանը ասեց գնա տուն։ Ըստ էության ունենք այն պատկերը, որ պետական մակարդակով իրականացված, հա, մի տարվա ընթացքում քարոզարշավը, որի ընթացքում ահռելի գումարներ էին ծախսվել եւ այդ ահռելի գումարների ներքո միջնորդված դե լավ սենց ասենք, հա, ընտրա, չեմ ուզում կաշառք անվանել, հա, սենց գայթակղիչ քայլեր սկսած բժշկական ապահովագրություն, թոշակառուների 10,000-ներ, ընդ որում են թոշակառուների 10,000-ները բարձրացրեցին ու մի ամիս առաջ հեգնում էին, այնքան էին բաները, որ հեգնում էին, ձեռ էին առնում, հետո զգացին չէ, խնդիր է լինելու, 10,000-ները բարձրացրեցին, ճիշտ է ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը միանգամից որոշումներ ընդունեց, համաձայն որի փոզմիշ եղավ այդ 10,000-ները, մենք գիտենք, անկցիզային այդ հարկերի բարձրացում։ Իսկ ինչ անեմ։ Հա։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ընտրություններին, սա ընտրություններ չէին, այս ընտրությունների միակ դրական արձանագրությունը նա է, միակ, հա, որ հայ ազգը ըստ էության նույնիսկ այսքան խուժանությունից, գողություն, ուղղակի գողացան, օրինակ նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները վերցրեցին, փոզմիշ արեցին։ Գիտեք, մենք ապրում ենք մի զավեշտալի իրավիճակում, երբ որ օրինակ Սահմանադրական դատարանը ընդունում է բոլոր, հա, փաստարկները ընդդիմության իր եզրակացության մեջ, իսկ դրա հետ մեկտեղ բացի դրանից, ասում է դե ընդունում ենք, այո, եղել են այնինչ դուք մատնանշում եք, բայց մենք ոչ մի բան չենք կարող անենք եւ ընտրությունները համարում են սենց անցած կամ վերցնենք ամենա, հա, ըստիս ցուցիչը Գագիկ Ծառուկյան, առաջարկ Հայաստանի կոնցեպտ, բովանդակային խոսակցություն։ Ինչի պատասխան ստացանք։ Ի պատասխան ստացանք, եթե միայն մենք չենք ստացել, միայն Գագիկ Ծառուկյանը չի ստացել, ստացել են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, ընդհանուր նաև նրանք, ովքեր միգուցե, հա, այս պրոցեսներից այդպես բավականություն են ստանում։ Շատ քիչ տոկոս, բայց այնուամենայնիվ։ Ինչ ստացանք։ Ստացանք խուժանություն, լկտիություն եւ ըստ էության ապօրինի գործողություններ։ Այս ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ, այս ընտրությունները լեգիտիմ չեն, վերջ։ Աստվածությունը, հա, անհետանում, բայց վերադառնալու սովորություն։ Այս իրականության մեջ դա ինչպես եք պատկերացնում, երբ որ լրահոսի հիմնական լուրերը քննչական գործողություններ, դատեր, դատավարություններ, ինչպես եք պատկերացնում եւ երբ։ Չէ, շատ պարզ, եթե երբ լինեի, ես հիմա չեմ ուզում, հա, երբի մասին խոսեմ, որովհետև եթեներով կամ երբով երբ որ խոսում ենք, բովանդակային զրույց չի ստացվում։ Կարող եմ ասել հետևյալը, որ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի, նույնիսկ ամենաիշխանամետ, հա, գործիչների կամ մարդկանց կամ քաղաքացիների մոտ կես վայրկյան նշույլ կասկած չկա, որ սա քաղաքական բնույթի գործ է, հաշվի առնելով Փաշինյանի հրահանգները ուղիղ միտինգներից, հա, կամ չգիտեմ իր այդ հավաքվում էին իրանք իրանցով տենց բան շուգորգռում էին։ Խնդիրը նրանումն է, որ մենք պետք է հասկանանք հետևյալը, ոչ մի իշխանություն հավերժ չի։ Ես չեմ հասկանում, մարդիկ հասնում են այդ բազկաթոռին իշխանական լրիվ հիշողություն են կորցնում, քաղաքագիտական ամնեզիայի մեջ են ընկնում, անջատվում են, ինչ է կատարվում։ Հավերժ չի, սա մեկ, երկրորդը կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մասով։ Հասկանում եք, որ սրանք այնքան ամբարտավան են, որ միջազգային կոնֆլիկտի են բերել։ Հայաստան Իրան, հիշում ենք, չէ, Իրանի դեսպանի հայտարարությունը, այդ մարդը ըստ էության ինչ էր ասում։ Ասում էր ժողովուրդ, թարք տվեք, Իրան պետությունը ներգրավված է այս գործընթացի մեջ, եւ Իրան պետությունը արդեն իսկ ունի իրավական որոշում, համաձայն որի ոչ թե Գագիկ Ծառուկյանն է մեղավոր, այլ հակառակ ինքը տուժող կողմ է եւ Իրանի դատարանը որոշում էր ընդունել։ Բայց քանզի մենք ունենք դասական առումով քաղաքական հետապնդում,
ոչ մի բան չի աշխատում։ Ինչ վերաբերվում է, որ ասում եք արդարությունը միանշանակ կվերականգնվի։ Միանշանակ։ Ես ասեմ ավելին, ինչպես նախկինում է ասել, հիմա էլ եմ ասում։ Բոլոր թե բիզնես ակտիվները, բոլոր, հա, այն վնասները, որը այս իշխանությունը, հա, փորձում է սենց իրականացնի Ծառուկյանի հանդեպ, իրենք հոտս են ցնդելու, սուս ամեն ինչ էլ վերադարձնելու են, ինչ են անելու, որ թե իրանց թվում է իրանք այդպես անկախ բան թավշյա կղզի են աշխարհով մեկ։ Այդ ամենաթեթև նույնիսկ արբիտրաժային դատարանը դրսի, իսկ հիշեցնեմ ձեզ, սրանք էլ մոռացան կամ չգիտեմ, կարող է չգիտեն։ Ես չեմ զարմանա։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է գրեթե բոլոր արբիտրաժային արտաքին դատարանների հետ կապված եւ արտաքին որոշումների հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր։ Մենք մասնակից ենք տարբեր տնտեսվարողների միջև արտասահմանում, հա, դատական Լոնդոնում կա, Շվեյցարիայում կա, Միացյալ Նահանգներում կա, Լոզանում կա, Ռուսաստանում կա եւ այլն։ Մենք բոլոր այդ բոլոր process-ների մասնակիցներ ենք։ Խուժանավարի դնեն ներողություն մարդու ունեցվածքը խլեն, կարող է գիտեն 1917 թիվն է, իրանք էլ անես բան պլաշերով չեկիստ են։